Նիկոլ Փաշինյանն ու կառավարության մեծամասնությունը, ինչպես նաև ազգային ժողովի մատյան գունդը Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ երեկ վաղ առավոտից լռվել էին Facebook-ում եւ իրար հերթ չտալով յուրաքանչյուրը մեկ տասնյակի հասնոգրառումներ էր անում ընդդիմադիրների ձերբակալությունների եւ իրենց տերմիններով հեղաշրջման պլանի մասին։ Կարելի էր կարծել, թե Հայաստանում որևէ խնդիր չկա եւ պետական պաշտոնյաներն այնքան պարապ են մնացել, որ վերջապես զբաղվելու բան են գտել։ Սակայն իրականում Փաշինյանն ու իր խմբակը միտումնավոր համակարգված գործողություն մշակել իրավապահների գործողություններին զուգահեռ, որպեսզի հնարավորինս մեծ հնչեղություն տան երեկվա ձերբակալություններին։ Նրանց իրավապահները հրապարակում էին նախաքննական գաղտնիք համարվող նյութեր, որոնք ԿՊԱ-ականները եռանդով տարածում էին, հրապարակում էին անհասկանալի ճանապարհներով ձեռք բերված եւ կասկածելի ձայնագրությունների հատվածներ, որտեղ ժողովրդին ուղղված վիրավորական խոսքեր կային։ Խախտում էին անմեղության կանխավարկածը եւ ճնշում էին գործադրում դատարանների նկատմամբ, որ մի կողմից կալանքի սանկցիաներ տրվեն, մյուս կողմից ժողովրդի ցանքին արժանանան ու իրենց ռեյտինգը բարձրացնեն։ Պարզ է, որ 2018-ից ի վեր Փաշինյանի ու իր խմբակի միակ գործիքը պառակտում եւ թշնամանք տարածելն է ու ընդդիմությանը թիրախավորելը։ Մայրաթորին մոտ կանգնած մեր աղբյուրն ասում է, որ եկեղեցու դեմ իշխանությունների այս ամոթալի արշավից հետո անգամ Գարեգին Բ. կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն եւ շատ զգուշավոր է։ Օրինակ, նա դեմ է եղել իրավաբանների եւ հոգեվորականների մասնակցությամբ կլոր սեղանին։ Մեծ դժվարությամբ է նրան համոզել, որ դրանում ոչ մի վատ բան չկա, պետք է նման բան կազմակերպել։ Դեմ է եղել նաեւ Սամվել Կարապետյանի կողմից հայտարարություն անելուն։ Հայտնի է, որ Կարապետյանը վեհափառի մոտ ընդունելությունից հետո հենց էջմիածնում էր այդ կարճ հարցազրույցը տվել News.am-ի թղթակցին։ Նա փորձում է արմատական տրամադրված հոգեվորականներին եւ հավատացյալներին հնարավորինս կառավարել, հանդարտեցնել, որ բանը բախումների չհասնի եւ դեռ հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանի սրացումների այս փուլը շուտով անցնելու է։ Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների համոզմամբ հեղաշրջման պլանը խափանելու օպերացիայի ժամանակաշրջանը պատահական չի ընտրվել։ Իրականում Փաշինյանի հանձնարարությամբ իրավապահները վաղուց էին նստել Բագրատ Սրբազանի պոչին։ 1 տարի շարունակ օպերատիվ տվյալներ են հավաքել, մարդիկ հավաքագրել նրա թիմից։ Իդեպ գաղտնազերծված փաստաթղթերի վրա գործողությունների ժամանակահատված է նշված 2024 թվականը։ Հետևաբար, եթե անգամ այդ պլանը ճիշտ է, ապա այն ոչ թե ապագային է վերաբերում, այլ անցյալին։ Ըստ աղբյուրի իրավապահները պետական հեղաշրջումը կանխելու օպերացիան բեմադրեցին հիմա, երբ Սամվել Կարապետյանին Փաշինյանը կալանավորեց։ Ասում են, Փաշինյանը հասկացել է, որ չի մարսելու Կարապետյանի կալանավորումը եւ փորձում է հեղաշրջման կեղծ օպերացիաներով ջրել Կարապետյանի թեման, կանխել նրա հետ կապված բոլոր հնարավոր սցենարները։ Մանավանդ որ Սրբազանն էլ վերջերս հայտարարում էր, որ պատրաստվում է վերսկսել փողոցային պայքարը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 5-ից 7-ը կմեկնի Տալին, Էստոնիայի Հանրապետության մայրաքաղաք, մասնակցելու էստոնական մշակութային փառատոնին։ Թե ինչ կապ ունի Ալեն Սիմոնյանը մշակույթի հետ դժվար է ասել, սակայն ուշագրավ է, որ այս անգամ նրա ղեկավարած պատվիրակությունը այնքան էլ մեծաթիվ չէ, ինչպես նախկին անգամները, եթե չասենք գրեթե կեսը։ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը 6 հոգուց է բաղկացած, որոնցից միայն Սարգիս Խանդանյանն է падգամավոր։ Տեղեկություններ կան, որ ԿՊԱ-ականներին ասվել է առաջիկա ժամանակներում չբացակայել երկրից, հնարավոր է ԱԺ արտահերթեր հրավիրեն։ Հուլիսի 1-ից 4 առաջին արտահերթն է լինելու, որի օրակարգում Սեյրան Օհանյանին եւ Արսլիկ Մինասյանին անձեռնմխելությունի ձեռքերուն նախագծերն են դրված։ Այս տարվա ապրիլին Նիկոլ Փաշինյանն էլ էր Էստոնիա այցելել։ Հիշեցնենք, որ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն այժմ Կայա Կալասն է, Էստոնիայի նախկին վարչապետը։